Ալինա ջան, ճիշտ ասած կարդացի ձեր երեկվա գրառումը այս խաբեբար ստորարարածի մասին։ Ուզում ենք լուսաբանել այս խնդիրը, որ խնդրեմ կմանրամասնեք ինչի մասին է խոսքը, ինչ խաբեության մասին է խոսքը։ Ուրեմն մի քանի տարի առաջ ինձ Հայաստանում կազմակերպում էր Թեոդոր Տուրվենցի համերգը Հայաստանում, Արցախահռչակ դիվիզիոնի մասին է խոսքը։ Ու այդպես ինձ զանգահարեցին էկոնոմիկայի նախարարությունից, մնացել է միջոցառմանը ընդամենը 3 օր։ Զանգահարեցին, ասեցին, որ սենց աշխարհահռչակ դիվիզիոնի համերգած ազնագեկվելու Հայաստանում, բայց կազմակերպիչ ընկերությունը, որի ղեկավարը Վարդուհին էր, խնդիր ունի այդ եկող հյուրերի տեղավորման, տրանսպորտի, սննդի հետ կապված, որովհետև այն ընկերության հետ իրանք աշխատել են խնդիրները առաջացել, ինքը իրանց հետ պայմանագիրը խզել է եւ ոնց որ նոր պարտներ ան գալի ու քանի որ մենք գիտենք որ դու բարեփիղ ես լավ ես կազմակերպում միջոցառումների իսկ դա նախարարությունների հովանու ներքոյա ոնց որ ասեցին քո կոնտակտը փոխանցել են ես կզանգահարի խոսեք եթե կուզեք համագործակցել ասի շատ լավ զանգահարեց ներկայացրեց ասեց որ այն մյուս ընկերությունն է այս ապոստացել, բայց պարզվեց, որ խափում է, իմ մոտ վստահությունը իրանց հանդեպ կորել է, ես մի հատ լավ ընկերություն էի մանգալի, շատ եմ ուրախացել, որ նախարարությունը ձեզ խորհուրդ տվելով, յոլոները կախելով, դա համագործակցենք։ Ընդամենը 3 օրեր մնացել միջոցառմանը, ու եկավ խոսացինք 150 հյուրի մասին էր խոսքը, հետո հատկանշական է, ես ուզում սրա մասին պարտադիր նշեմ էլի, որ կային հյուրանոցներ, որոնք ինքը իրանով էր վերցրել, որոնցից մեկը Հիլտոն հյուրանոցն էր, եւ երկրորդը բանն էր, Ալեքսանդր հյուրանոցն էր։ Ալեքսանդր հյուրանոցին միջև հիմա չի վճարել, իրանք էլ դատաստանի մեջ է իր հետ, Հիլտոնի մասով, հետո եկավ համաձայնության եկանք պայմանագիրը ոնց որ բան արեցինք, համաձայնացրեցինք, ասեց լավ, ասեց հիմա ամբողջ անենք, հետո փաստացի տեսնենք ինչ է ստացվել, փաստացի կատարած գործով արդեն հանձնարարական ընդունման ակտը կստորագրենք։ Այսինքն անցավ 2 օր, մի օր մնացել արդեն որ միջոցառումը լինի, սկսի զանգահարելային, մի հատ խնդրանքով եմ քեզ զանգահարել, ես գիտես Հիլտոն հյուրանոցն էլ արժեք ինքը ի սկզբանե մեզ այն հյուրանոց չէր ուզել, մենակ տրանսֆերներ ու ռեստորաններ էր ուզել, էլի։ Բանը, դու գիտես, որ ես ինքս եմ արել հյուրանոցները, բայց հիմա մի հատ խնդրի առաջ եմ կանգնել, Հիլտոնը զանգահարել է, ասում է, որ եթե ես վճարումը չանեմ, ինքը իմ հյուրերին չի ընդունի, ինձ գումարը գիտես, ասել եմ Ռուսաստանից են փոխանցել, քանի որ մեծ գումարի մասին է խոսքը, մոտ $1 միլիոն պրոյեկտ էր, էլի, այս պրոյեկտը, ինչի մասին մենք հիմա խոսում ենք։ Քանի որ գիտեք, որ մեծ գումարի մասին է խոսքը, Ռուսաստանն է սանկցիաների տակ է, հիմա գումարը ստուգման փուլում է, բանկի ինձ ամեն օր այսօր վաղն անում, ձեզ շատ խնդրում եմ, Հիլտոնի գումարը վճարեք, թող հյուրերիս ընդունի, իրենց գումարը նստած, ես ոնց որ ձեր գումարի հետ նայեք, կտրամադրեն հյուրանոցի գումարը, նայեք ձեզ կտամ։ Ասեցի դե անկեղծ ասած ես արդեն ձեր միջոցառմանը հետ կապված մեծ ծախսեր եմ արել, հարցրեցի որքան է կազմում գումարը, դա 10 միլիոն դրամ։ Ասեցի անկեղծ ասած այդքան այս պահին չեմ կարող տրամադրել, որովհետև ձեր միջոցառման հետ կապված արդեն այլ ծախսեր եմ արել, դա ինչքան կարող եք տրամադրել, ասի մոտավորապես 3 միլիոն կարող եմ տրամադրել, բա եկեք էդի տվեք, քանի որ դա ոնց որ առաջի 2 օրվա գումարն է, էլի կազմում, թող իրանք այդ 2 օրը տեղավորվեն, մինչև հետո հաստատ բանկի էլ ես իմ հարցերը կլուծեմ, համ ձեր գումարը կտամ, համ իրանց գումարը կտամ, այսպես։ Ես փոխանցում եմ Հիլտոն հյուրանոցին, ինքը տանում է հյուրերին տեղավորում է, այդպես ու սկսում է էլի միջոցառման ընթացքը գնում է, դե պատկերացրեք աշխարհահռչակ դիրիժոր, այդքան մարդ եկել է Հայաստան, իր բանի օրկեստրի հետ եւ այլն, պատկերացրեք ինչ աժոտաժ աշխատանքային։
Այդ օր անցնում է համերգն ու առաջի բացման արարողությունն է, մենք դեռ գումարից չենք խոսացել, որովհետև ես սպասում եմ, որ հեսա Ռուսաստանից այդ ռուբլու փոխանցումը կհաստատեն, ինքը արդեն վճարումները կանի։ Համերգը վերջացել է, արդեն պետք է գալը ընթրիքի, մեկ էլ բանը լացելով մոտիկացել են ինձ, բանկը հլը չի հաստատեին փողը, Հիլտոնը հանել է, ինչ ուրերին դուրս է շպրտել, չի թողում, որ մտնեն սենյակներ, ես ինչ եմ անելու, ես խայտարակ կլնեմ, ինձ օգնիր խնդրում եմ, ես կոմ են կոմ։ Բռնել են այդ 150 հոգուն, տարբեր հյուրանոցներում, եղում պատկերներ երեկոյան ժամը 10-ի, իմ հնարավորություններով, իմ կապերով սկսել եմ տեղավորել այլ հյուրանոցներում։ Մի հյուրանոցից ինձ ասեցին, բա գիտեք, մենք բանից, Հիլտոնից բան ենք ստացել, նամակ ենք ստացել, որ ինքը խաբեբայ է ու իր հյուրերին չընդունեք։ Ասեն ժողովուրդ ջան, էլի չեմ կարծում, որ խաբեբայաստան հենց նոր բացման արարողություններ, երկու նախարարությունից փոխնախարարներ, նախարարներ ստեղ ներկային, ասում եմ աշխարհը վրճակ դիրիժորի մասին է խոսքը, էլի ասեմ ինչ խաբեության մասին կարա լինի, չէ՞, արդեն մտքի մեջ դա չի տեղավորվում։ Ասի իմ երաշխավորությամբ ընդունեք, ինձ ճանաչում եք, չէ, վստահում եք, վահա, եթե դու ես ասում, խնդիր չկա, իրա բոլոր հյուրերին տեղավորեցի, շատ լավ այդ ամեն ինչը անցկացրեցինք, մի օրն էլ Գյումրի ենք տարել, Գյումրիում ենք պահել, արել այդ ամեն ինչը, այդ մարդկանց ճանապարհեցինք, ասեմ, դա գումարների հարց է հիմա պայմանագիրը կատարված սարքեցի արված գործերի ակտով փաստացի ստորագրեց, ոյ ասեց, այս ինչ լավ էժան է ստացել, մյուս ընկերությունը գիտես, որ դիմել էի որաներ, սրա եռապատիկ արժեքներ տվել, բան, սենց էլի դառնում ես ինչ լավ արժեք է ստացել, ու բնականաբար դա այդ ամեն ինչը ոնց հասկանում եմ, հետագայում պարզվեց, որ պուտել ընդամենը։ Վայ, անտիրա, վայ ապրես դու, հեսա փողը կլնի, այսօր վաղը զանգեցի ինձ ասեցին այսօր 100% կնստի, ինձ ուրիշ հովանավորել է, արդեն փոխանցը հեսա իրանն է կնստի եւ այլն, 1, 2, 3 ասում ես հիմարի տեղ դնում էլի, ասի բանը արդեն վաղուց եղել գործը պրծել է, դու պետք է արդեն վճարումները արած լինեիր, ինձ հետաքրքիր չի քեզ ով կփոխանցի, ով չի փոխանցի, մեկ էլ հետո բանը նախարարությունից են զանգել, բա ձեր փոխանցումը արել է Վարդուհին, ասեմ չէ, ինչի բա մենք ինֆորմացիա ենք ստացել Ռուսաստանից, որ ինքը խաբեբայ է, ու Ռուսաստանում են նույն ձև խաբեություններով զբաղվել ու բազմաթիվ մարդկանց միլիոնավոր դոլարներ ապարտ։ Ասի դե շնորհակալություն։ Այդպես ու այդ ժամանակվանից ես իրան ասեցի, ասիկ մինչև 6 ամիս ժամկետ տվեց, ասի եթե 6 ամսվա ընթացքում իմ վճարումները չկատարես, վճարումը ինչքան էր։ 34 միլիոն դրամի մասին է խոսքը։ Մինչև հիմա ձեզ չի վճարել։ Մի դրամ անդամից մինչև այսօր չի վճարել։ Բայց դատական process-ների մեջ եք, չէ՞։ Այո, ես ասի, ես այն քուլումը, որ քննիչը ընդամենը բաներ արել, առերեսումներ արել, առերեսումների ժամանակ Վարդուհին ասեց, որ իրան պետքա ֆինանսավորեր Cartier ընկերությունը ֆրանսիական, բայց մինչև հիմա, բայց հետո հրաժարվել է, ու քննիչը որոշել է, որ ինքը պետքա Cartier, այսքան մարդու բերած փաստարկները, որ ինքը կանխամտածված պատկերացրեք, որ հետո երբ որ մենք առերեսման էինք, ասում հարցնում, ասեմ դու գիտեիր, չէ, որ դու էլ գումար չունես ինձ վճարելու 3 օր առաջ երբ որ եկեին ձեզ դիմել։ Ասում հա, գիտեի, ասում այսինքն դու կանխամտածված, եկել ես ինձ խաբել ես, ինձ վնաս ես հասցրել, շատ լավ գիտակցելու, որ դու իմ հետ ծախսերը չես փոխհատուցելու։ Ասում դու կանխամտածված խաբեություն ես արել, չէ, ես կանխամտածված չեմ արել, ինչ չեմ վճարել, ես էլ քեզ չեմ վճարել։ Ասում ես ինչ կապ ունեմ, քեզ վճարել են, չեմ վճարել, վճարելու էին, չէին վճարելու։ Ասի քեզ ժամկետ էի տվել։ Ոչ, ինչ եմ
բանը քննիչը մեր գործը քննացրել է, այս արդեն քանի տարի է, ու ինձ խնդրել էր բանով փաստաբանս եւ մնացած ասել էին հանրային աղմուկ դեռ մի արա, մի հատ տեսնենք ինչ փուլ է էլի մտնում ամեն ինչը, բայց հարցում ուղարկելուց հետո անցել է մոտավորապես 1 տարի, նայեք ինչ ժամկետ, անգամ 1 տարուց ավել, անցած տարվա մայիսին ա եղել առերեսումը։ 1 տարուց ավել անցել է, կարծիերը բնականաբար չի պատասխանել, որովհետև կարծիերի հետ կասած ինչ որ անկապ WhatsApp-ով գրագրություն ա ներկայացրել, ուրիշ ոչ մի բան։ Ու քննիչը գործը կասեցրել է, սպասում է այնքան, մինչև կարծիերը իրան պատասխանի։ Այսինքն, պատկերացրեք, եթե 4 տարի առաջ այս հարցին լուծում տրվեր, եթե 4 տարի առաջ ես փաստերով չասեմ նայեք ժողովուրդ, մենակ ինչ չի խաբել, Ալեքսանդր հյուրանոցին ա խաբել, էլիտար տուրիստական ընկերությանն ա խաբել, Hilton հյուրանոցին ա խաբել, ասան կուրզենցիսի փողը չի տվել, այդ մարդկանց բերը երկացրել եւ արգացրել է, միջև այսօր այդ մարդկանց փողը չի տվել, ասան այսքանին խաբել է, ու դա փաստ է, միլիոնները մեկ այսքանի ասած այսքանի տված փաստերը ձեզ բավարար չի, դուք սպասում եք, որ ինչ-որ կարծիեր ընկերություն ասի, իր հետ գրագրություն ունեցել է, թե չէ։ Եթե հիմա քննչական կոմիտեն ժամանակին ընթացք տար, պատժեին իրար, իդեպ ինքը ուզում էր, որ ես գնայի դիմեի տանով, քաղաքացիականով, որ ինձ պարտկաբեր գումարը տուր, ինքը իրան ճանաչեր սնանք ու թեման փակեր։ Բայց ես այդ ճանապարհով չեմ գնացել, ես ասել եմ դու կանխամտածված ինձ խաբել ես, ինձ այդ գումարը պետք չի, բայց դու դատվի, որ ուրիշ մարդիկ են չտուժեն։ Ու փաստացի հիմա ես ինչ մտածել եմ, կանխատեսել եմ, դա տեղի ունենում, ինքը 4 տարի շարունակ, եթե դրանից առաջ էլ չէ, հաստատ դրանից հետո, ինքը բոլորին խաբելով ման է գալիս, ու ոչ մեկը չկա, որ պատժի է աղջկան։ Ալինա ջան, իսկ ես որ գրառումներ եք անում, տեսա միայն դուք չէ, էլի օգտատերեր իր մասին գրել էին, նա ձեզ հետ էս ամեն ինչից հետո կապի փորձել է դուրս գալ, թե ոչ։ Թե ինքին գրառումից հետո, թե ինքին չերես ունի իմ հետ կապի դուրս գա։ Ինչ գիտեք ինչ բան անում, առերեսման ժամանակ ինչ պրետենզիա ներկայացնում, ասում է դու բան ես տվել, ինչ թանկ ես տվել քո ապրանքները, մինչև կես գնով չիջացնես, ես քո վճարումը չեմ անի, բայց ասենք 80%-ը իջացնեմ, մեկը ինքը վճարում չի անելու։ Ասում դու եկի ինձ դիմել ես, ես բիզնեսմեն եմ, ես քեզ ներկայացրել եմ իմ արժեքները, դու համաձայնվել ես, չհամաձայնվեի։ Չնայած որ թանկ չեմ տվել, էլի շուկայական արժեքներով ամբողջ եղել։ Ասենք չհամաձայնվել, տվել ես համաձայնությունդ, ստորագրել ես հանձնման ընդունման ակտի տակ, ինչի մասին է խոսքը։